Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ռաջեփ Էրդողանից, թե հերավորություն է պահում Թուրքիայից սպասվող ընտրություններին ընդառաջ։ Հայաստանն այս տարի նվազեցնում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության մակարդակը։ Միրզոյանի մեկնելու մասին խոսք չկա, փոխարենը հաստատված է նրա տեղակալ Վահան Կոստանյանի մասնակցությունը։ Անտալիա չի մեկնի Էրդողանի հետ գործընթացում Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը։ Անտալիայում Հայաստանի գլխավոր հրապարակային ձախողումը 2 տարի առաջ էր, երբ Ռուբինյանը Էրդողանի բանակցող Քլչին առաջարկեց հենց այդտեղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը, բայց ստացավ մերժում քմծիծաղով։ Եվ սա ուրվագծում էր Փաշինյան-Էրդողան գործընթացի տապալումն ընդհանրապես։ Որևէ շոշափելի ձեռքբերում չկա, թեև հայտարարվում էր, որ կլինի, երբ խաղաղություն հաստատվի։ Փաշինյանը պնդում է, խաղաղությունը հաստատվել է, բայց միևնույն է հայ-թուրքական սահմանը փակ է։ Ամիսներ առաջ Էրդողանը սիմվոլիկ քայլեր խոստացավ, Փաշինյանն ասաց ու պարբերաբար կրկնում է, որ եկել է գործնական քայլերի ժամանակը։ Դժգոհության հիմքեր իհարկե կան, որովհետև հակառակ Փաշինյանի կողմից թուրքերի ամենավառ երազանքների իրագործմանը պատմական Հայաստանի փոխարեն իրական Հայաստան, Արարատի փոխարեն Արագած, ցեղասպանության պատմությունը վերանայելու մասին հայտարարություն, Արցախ թրիփ, թուրքերը դեռ սրա 1%-ն անգամ չեն արել։ Անտալիա մեկնում է Ալիևը, Էրդողանի հետ հանդիպման մասին հայտարարված չէ, բայց կանխատեսելի է։ Սպասենք հայտարարություններին եւ Անտալիայում է լինելու Լավրովը, որը ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, քննարկելու է նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր։ Անտալիայի դիվանագիտական ֆորումն այս շաբաթվա վերջին է։ Այս օրերին Հայաստանից եւս մեկ պատվիրակություն է մեկնելու Թուրքիա, բայց Ստամբուլ, Հալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Թուրքիայի մեջլիսի նախագահն այս այցի մասին հարցին պատասխանելով հիշեցրել է արդեն 6 տարի շարունակվող Արցախի օկուպացիայի մասին, ասել, թե դա նոր հավասարակշռություն է ձևավորել տարածաշրջանում ու հիմա դեմ չեն համագործակցել։ Հայաստանին առնչվող բոլոր մանրամասներն ու հայտարարությունները երկու այցելից էլ կներկայացնենք իրական Թուրքիա նախագծի հաջորդ թողարկմանը։ Այսօր առաջարկում ենք դիտել Չափավոր ուժ Հայաստանի դեմ Թուրքիայի արտգործնախարարի նոր խոստովանությունը եւ հուշումը։ Ölçülü güç kullanımından nitelikli diplomasiye Էրդողանի նախարարն ու մեկնաբանը ծիծաղում են Թրամփի միջանցք հասելով։ Bir süreç Trump koridoru diye de adlandırılmaya başlandı. Բաքվի պետական ասթիվին պահանջում է, որ Փաշինյանն ուշքի բերի ընդդիմությանը։ Ռևանշիստները աղլանդրմալն։ Եվ հարցազրույց այսօր Ջոել Վելտկամփ ինչու է Փաշինյանը փորձում լրացնել Արցախի մասին խոսող միջազգային կազմակերպություններին։ The Prime Minister can say what he wants, but we think the course that he's chosen is quite self-destructive. Եվ այսպես չափավոր ուժ Հայաստանի դեմ Թուրքիայի արտգործնախարարի նոր խոստովանությունը եւ հուշումը։ Թուրքիայի արտգործնախարարը 1.5 ժամանոց հարցազրույց է տվել այդ երկրի պետական լրատվական գործակալությանը, որը սկզբից մինչև վերջ մենք դիտել ենք։ 12-րդ րոպեին Ֆիդանն արդեն իսկ ակնարկեց, որ ցանկանում է խոսել Հայաստանի մասին, որ ակնկալում է հարց Թուրքիայի նախաձեռնած միջանցքների մասին, որոնց կարևորությունը Անկարան փորձում է ընդգծել Հորմուզի նեղուցի փակ լինելու ֆոնին։ Tabii daha sonra belki konuşuruz ama bu Hürmüz Boğazı Հետո դեռ հավանաբար կխոսենք սրա մասին, բայց Հորմուզի նեղոցով անցման խնդիրը ցույց տվեց երկար ժամանակ մեր կողմից մեջտեղ բերվող որոշ տարածաշրջանային կապուղիների նախագծերի կարևորությունը։ Պարզ է, որ Ֆիդանն այստեղ ուզում է խոսել Թուրքիայի միջանցքային ծրագրերի մասին եւ հատկապես այն մեկի, որն ակնկալում են անցկացնել Հայաստանի տարածքով։ Ֆիդանին հուշած հարցն ուղիղ չեն տալիս։ Մոտ 1 ժամ Իրանում պատերազմի, Էրդողանի դեմ Իսրայելի թշնամանքի եւ ՆԱՏՕ-ի ներսում կոնֆլիկտի մասին Թուրքիայի դիրքորոշումները ներկայացնելուց հետո Ֆիդանն ինքն է մոտենում Հայաստանին եւ անում այնպիսի հայտարարություն, որը Հայաստանի դեմ Թուրքիայի թշնամանքի, Հայաստանը եւ հայերին վերահսկելու մասին է, ոչ թե խաղաղության։ Kafkaslarda sınırımız var. Kafkaslardaki savaşlar Կովկասի պատերազմներն ու անկանոնությունը գալիս մեզ են հասնում այդ պատճառով մենք այստեղ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում yani Azerbaycan Ermenistan barışının sağlanmasında ölçülü güç kullanımından
նյութերիկի դիպլոմասիայի կարգ ու կանոնի եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ անվտանգության համակարգի հարցերում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր ենք գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից մինչեւ հմուտ դիվանագիտություն, որ այդ թեժ բախումը չազդի Թուրքիայի վրա։ Ուժի չափավոր կիրառում ում դեմ հայերից բացի այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա, որովհետեւ Ֆիդանի նշած ռեգիոնում մեզնից բացի ադրբեջանցիներն ու վրացիներն են։ Ֆիդանի այս հայտարարությունը հերթական եւ ուղիղ ու բաց խոստովանությունն է, որ Արցախում ու նաեւ Հայաստանի տարածքում Բաքվի բոլոր գործողությունների հետևում իրականում Թուրքիան է, որ դրանք իրականում Թուրքիայի գործողություններն են, որ Թուրքիան է ուժ գործադրել հայերի դեմ։ Ֆիդանը ուղիղ խոսում է նաեւ հմուտ դիվանագիտության մասին, որի թիրախում նույնպես Հայաստանն է։ Ու սա եւս մեկ հուշում է, որ Թուրքիան Հայաստանի եւ հայերի դեմ գործն ավարտված չի համարում։ Ուժի չափավոր կիրառում եւ հմուտ դիվանագիտություն Թուրքիայից, երբ Հայաստանից ահա թե ինչպիսի հայտարարություններ են հնչում այդ նույն Թուրքիայի մասին։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գանիկ, վատա դա։ Այստեղ տեղին է հիշել Հայաստանի, Փաշինյանի եւ մեր երկրում սպասվող ընտրությունների մասին Ֆիդանի նախորդ հունվարին արած հայտարարությունը։ Sadece şimdi Ermenistan'ın işte yapması gereken birkaç konu var. Bu konuda seçimler var biliyorsunuz. Önümüzdeki Haziran'ın başında Ermenistan'da o da önemli bir aşama olacak. Ama biz Sayın Paşinyan'ın yani şu anda kamuoyu yoklamalarında önde gittiğini görüyoruz. Bu konudaki oynadığı yapıcı rolü de gerçekten destekliyoruz. Միայն թե կան մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի։ Այդ բաներից ընտրություններ են սպասվում առաջիկա հունիսի սկզբին Հայաստանում։ Ինչպես գիտեք, դա էլ կարևոր փուլ կհանդիսանա, սակայն մենք տեսնում ենք, որ Փաշինյանը այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներով, այդ թեմայով նրա կառուցողական դերին մենք իսկապես աջակցում ենք։ Այդ գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Հայաստանի եւ մեր տարածաշրջանի մասին իր խոսքում Ֆիդանը մի կարևոր դիտարկում է անում, որին եւս առանձին պետք է ուշադրություն դարձնել։ Bölge ülkelerini ve diğer şeyleri, güçleri Մենք հաշվի ենք առնում նաև տարածաշրջանային երկրներին, համաշխարհային տերություններին եւ բազմաթիվ այլ գործոններ։ Եվ սա տալիս է հավանաբար գլխավոր հարցի պատասխանը, ինչու Ֆիդանը խոսեց ուժի չափավոր կիրառման մասին։ 3 սերունդ առաջ հայերին ցեղասպանելու որոշում կայացրած թուրքերի ներկա իշխանությունը կարող էր կայացնել նման որոշում այսօր։ Ինչ էր Արցախում կատարվածը։ Արդյոք նման որոշում չէր։ Ով կարող է զսպել Թուրքիային այսօր։ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի աղաղակվող ինքնիշխանությունը, թե իրականը, որը ենթադրում է ոչ թե Թուրքիայի անվտանգային համակարգի եւ հմուտ դիվանագիտության չգիտակցված զոհ լինելը, այլ ինքնուրույն ընտրել եւ որոշել դաշնակիցներին եւ անվտանգության համակարգերը։ Հայաստանի մասին խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Ուրալօղլուն ամեն շաբաթ է խոսում Սյունիքի մասին, մենք էլ ամեն շաբաթ հետևում ենք հասկանալու եւ ներկայացնելու թուրքական քաղաքականության նույնիսկ ամենաչնչին տատանումները։ Անցած շաբաթ տատանում նկատվել էր։ Դրանից առաջ Ուրալօղլուն հույս էր հայտնել, որ այս տարի թրիփի շինարարությունը կսկսվի, սակայն անցած շաբաթ նրա խոսքում այս մասով անորոշություն նկատվեց։ Այս շաբաթ Ուրալօղլուն Էրդողանի նախարարը ինչպես միշտ ահա թե ինչ ֆրազով է սկսել թեման։ Zengezur koridoruyla Քիչ անց տեսնեք ինչպես են երկուսով ծիծաղում Թրամփի միջանցք հասելով։ Մինչև այդ պետք է տեսնել, թե ինչ շեշտով է ձևակերպում հարցը թուրքական հեռուստաալիքի մեկնաբանը։ Türkiye'nin de uzun süredir Թուրքիան տևական ժամանակ է ինչ Կովկասում խաղաղության ու կայունության ամենաշատ նպաստող երկրներից մեկն է եւ հատկապես այն պատճառով, որ նախագահը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկխոսության ընթացքում կարևոր գործընթաց առաջ տարավ։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է տեխնիկական ենթակառուցվածքների եւ լոգիստիկայի առումով։ Իհարկե, այն առնչվում է նաեւ Իրանին, որն այստեղ տարբեր դիրքորոշումներ է ունեցել։ Ինչ վիճակ է հիմա վերջին տվյալներով։ Ուրալօղլուն որևէ կերպ չի հակադարձում Էրդողանի միջամտության մասին մեկնաբանի խոսքին։ Ճիշտ հակառակը հաստատում է ասված։ Ստացվում է, որ Փաշինյան-Ալիև երկխոսությունն առանց միջնորդների չէ, ինչպես պնդում է Երևանը ու երբեմն նաև Ալիևը։ Էրդողանն է միջնորդը։ Փաշինյան-Ալիև զույգից էլ Էրդողանի ֆավորիտը հաստատ Փաշինյանը չէ։
Չնայած սա պնդել չենք կարող։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը նշվում է Իրանի գործոնը, որին սակայն Ուրալօղլուն իր պատասխանում չի անդրադառնում։ Փոխարենը բոլորին հիշեցնում է, որ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որով Փաշինյանի խաղաղության խաչմերուկի հյուսիսային մասը Հայաստանի տարածքում վերածում է փակուղու։ Bizim taraftaki Kars'tan başlayıp Dilucuna kadar Մենք մեր կողմից մրցույթ էինք հայտարարել 224 կիլոմետրանոց հատվածը Կարսից մինչև Դիլիջու կառուցելու համար։ Շինաշխատանքները սկսել ենք անցած տարի։ Շարունակում ենք։ Նախիջևանում կա 180 կիլոմետրանոց հատված, 160-170 կիլոմետրը պատրաստ է։ Մնացածը կարգավորում է ադրբեջանական կողմը։ Զանգեզուրում 43 կիլոմետր է, որի շինարարությունը դեռ չի սկսվել։ olduğu bir süreç Trump'ın da Trump dahil olduğu koridoru diye de adlandırılmaya başlandı. Ամերիկայի ներգրավվածությամբ այս գործընթացը սկսել են կոչել Թրամփի միջանցք։ Մենք հույս ունենք, որ աշխատանքը կսկսվի այս տարի։ Անցած շաբաթ նաև Հայաստանի արտգործնախարարն է խոսել թրիփի մասին, նշելով, թե որ փուլում են աշխատանքներն ու անգամ ավելին։ Դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում, մենք մտքերը եւ դիրքորոշումներ առանձին հարցերի շուրջ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, հուսանք, որ որքան հնարավոր է շուտ նաև կթևակողենք հաջորդ շինարարական ըստ էության փուլ, եւ ահա սա այստեղ է, որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Պատկերն ամբողջական տեսնելու համար անցած շաբաթ Բաքու էր մեկնել Ալիևի հետ թրիփի մասին բանակցել, ապա Երևան ժամանել Ղազախստանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե որոշ գործընկերների համար անընդունելի է փաստը, որ հայկական երկաթուղին կառավարում է Ռուսաստանը եւ առաջարկել էր օրինակ Ղազախստանին փոխանցել այդ իրավունքը։ Մոսկվան հրապարակավ դեմ է Ղազախստանից արտգործնախարարի այցից առաջ հայտնել էին, որ այդ հարցի շուրջ չեն բանակցում։ Թուրքիա-Ադրբեջան զույգը գործում է խիստ համակարգված եւ դերաբաշխմամբ։ Ֆիդանը բաց խոսում է Հայաստանի դեմ չափավոր ուժի կիրառման մասին, Ուրալօղլուն ակնկալում է, որ այս տարի Փաշինյանը կսկսի Զանգեզուրի միջանցք կոչվածի շինարարությունը, Բաքվից էլ արդեն 4-րդ շաբաթն անընդմեջ Ալիևի կաբինետից ուղիղ կառավարվող պետական ասթիվի միջոցով ներգրավվել են Հայաստանի նախընտրական գործընթացներում։ Պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ, հանուն Նիկոլ Փաշինյանի։ Ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանը գործողություններ սկսի ընդդիմության դեմ, որը չի հաշտվում Արցախի կորստի հետ։ Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, հետևաբար հայկական կողմը նույնպես պետք է աշխատի խաղաղության ուղղությամբ եւ ամենակարևորն անի գործնական քայլեր։ Ki revanşistləri ağıllandırmalıdır. Çünki bugün Նախ եւ առաջ պետք է ուշքի բերի ռևանշիստներին, որովհետեւ այսօր հայ ռևանշիստները դեմ են գնում Ադրբեջանի կողմից ստեղծված նոր իրողություններին։ Նրանք անտեսում են խաղաղության համաձայնագրերը եւ անամոթաբար հայտարարում, որ չեն հաշտվել Ղարաբաղի կորստի փաստի հետ։ Այստեղ մնում է հասկանալ ինչն է ոչ թե Բաքվի ընկալմամբ, այլ իրականում անամոթություն Արցախի կորստի հետ հաշտվելը, թե չհաշտվելը։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի Արցախի կորստի հետ հաշտվել է, այնպես որ նրա հետ Բաքվում խնդիր չունեն, եթե ձևակերպենք մեղմ, բայց ունեն անթաքույց ակնկալիքներ։ Փաշինյանի հնարավոր տապալում առաջիկա ընտրություններում կարող է տապալել նաև Բաքվի այդ ակնկալիքները, այնպես որ գործի են անցել։ Պոստերով, որի վրա գրված է Սյունիք եւ Ռոբերտ Քոչարյանի նկարի ֆոնին ասթիվից եւ սա առանց չափազանցության նշանակում է Ալիևի կաբինետից մեղադրանքներ են հնչում հայկական ընդդիմության դեմ։ yəni müxalifət qüvvələri Ermənistanın gələcəyi, iqtisadi gündəliyi Անդիմադիր ուժերը չեն մտածում Հայաստանի ապագա տնտեսական օրակարգի, հարևան երկրների հետ հարաբերությունների հեռանկարների մասին, մտածում են միայն Փաշինյանի տապալման եւ խաղաղության գործընթացի խափանման մասին։ Բաքվում մտահոգված են, որ Հայաստանում կարող են մտածել նաեւ վրեժի մասին։ Այնքան են մտահոգված, որ արդեն սպառնում են այն առաջնորդներին, ովքեր կարող են գլխավորել այդ օրակարգը։ Սպառնալիքն էլ Բաքվում պահվող պատանդներն են, Արցախի առաջնորդները։ Սա ներկայացնում են որպես արդարադատություն, հիշեցնում, թե իրենք են հաղթողը ու սա էլ իրենց արդարությունն է։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Սա է այն իրականությունը, որը Հայաստանին ներկայացնում են որպես խաղաղություն։ Ամենազզվելի ձևակերպումներով, որոնք չենք ներկայացնի, հայտնում են Զորի Բալայանի մահվան մասին, որին ներկայացնում են որպես գաղափարական առաջնորդ։ Görək bundan sonra revanşist erməni arzularının Տեսնենք, թե ով է այնուամենայնիվ լինելու ռևանշիստական հայկական երազանքների գլխավոր գաղափարախոսը։ Ermənistanda kifayət qədərdir.
birini seçerler. Lakin revanş hissiyle yaşayan həmin o erməni ünsürləri Բայց այն հայերը, ովքեր ապրում են վրեժ խնդրության զգացումով, պետք է իմանան, որ անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի եւ թեկուզ աշխարհի բոլոր հայերի առաջնորդը, այս իրականությունը չի փոխվի։ Եթե հնարավոր չէ փոխել այս իրականությունը, ապա ինչու են արդեն 4 շաբաթ շարունակ Բաքվից ուշադիր հետևում օրինակ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ոդքասթին ու վրթովվում այն գործընթացից, որի նպատակը Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ və bu prosesdə əsas fiqur sabiq prezident xuntaçı Robert Köçəryandır. Եվ այս գործընթացի գլխավոր դեմքը նախկին նախագահ խունտայի անդամ Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ կարող ենք ասել, որ արդեն սկսել են սպառնալ Ադրբեջանով Հայաստան մի քիչ ցորեն ու բենզին բերելու հանգամանքով։ Վագոնների եւ մի բուռ ցորենի ֆոնին վեհաշուկ հայտարարում են, թե ընդդիմությունը կասկածի տակ է դնում առկա տնտեսական հարաբերությունները։ Ու սա հուշում է մտածել, ինչ կլինի, ինչպես կսպառնա Ալիևն ու ինչեր կպահանջի, եթե Հայաստանը մի բուռ ցորենից ու մի քիչ էժան բենզինից ավելիով կախյալ դառնա Ադրբեջանից։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Ջոել Վելտկամփ, քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունից։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից թիրախավորեց այն միջազգային կազմակերպություններին, որոնք չեն փակում Արցախի էջը, որոնք խոսում են Արցախի եւ արցախահայության իրավունքների մասին։ Խաղաղության դեմ տարվող այս process-ում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված որոշ լոբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն այդպիսի միջազգային կառույցներից մեկն է։ Thanks for joining us. Շնորհակալություն մեզ միանալու համար եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Արցախահայությանը փախչելու համար, ընդդիմությանը Արցախի հարցում որոշումներին միջամտելու եւ ընդհանրապես ամեն ինչի համար։ Հիմա նաեւ միջազգային կազմակերպություններին Արցախի մասին չլռելու համար։ Եվրոպական խորհրդարանում է նա թիրախավորել ձեզ եւ ասում եմ ձեզ, քանի որ նրա ելույթը անմիջապես հետևեց քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության պատվիրակության Երևան այցին եւ Հայաստանում հանդիպումներին։ Ինչպես կգնահատեք նման մոտեցումը? So for Artsakhi Armenians, do you have any comments on this? My only comment is that our obligation as a human rights organization Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, մեր պարտավորությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը։ out of their homeland by the armed aggression of Azerbaijan. Եվ այս դեպքում մասնավորապես այն մարդկանց իրավունքների պաշտպանությունը, ովքեր Ադրբեջանի զինված ագրեսիայի պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք չենք վախենալու։ Մեզ չեն խանգարելու խոսել հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, նրանց ինքնորոշման իրավունքի, իրենց հայրենիքում ապրելու իրավունքի։ Եվ վարչապետը կարող է ասել ինչ ուզում է, բայց մենք կարծում ենք, որ նրա ընտրածուղին բավական ինքնաոչնչացնող է։ Self-destructive and quite bad for the Armenian people. Եվ բավական վատ է հայ ժողովրդի համար, եւ այն ակնհայտորեն խախտում է մարդու իրավունքները։ His goal is very obvious. I mean, not only his goal, also this is the common goal of Armenia's authorities. Նպատակը հայտնի է ու հստակ, ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև Ադրբեջանի, եւ չեմ սխալվի, եթե այստեղ ավելացնեմ նաեւ Թուրքիան։ Նրանք ուզում են փակել Արցախի, հայկական Արցախի էջը։ Ինչու են ուզում, որ ձեր կազմակերպությունը եւս շրջի ու փակի այդ էջը։ Ինչու դուք չեք փակում? Closing that page. We're not closing the page for two reasons. First, for the principle of the matter. Մենք էջը չենք փակում երկու պատճառով։ Նախ սա սկզբունքային հարց է։ Այս մարդիկ ըստ միջազգային իրավունքի ունեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունք։ Եվ այդ իրավունքը ստեղծվել է շատ պարզ պատճառով, քանի որ մարդկանց շատ հեշտ է բռնության ենթարկել։ Բռնության ենթարկված մարդիկ բախվում են իրավունքների խախտման, զրկանքների, հայրենիքի կորստի սարսափին։ Այսպիսով սկզբունքորեն մենք կպաշտպանենք հայրենիք վերադառնալու նրանց իրավունքը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Երկրորդ պատճառն այն է, որ տեսնում ենք, թե ուր է այս ամենը տանում։ But the second reason is that we see where this is going, right? We see that this is a long process aimed at the destruction of Armenia
as a nation with sovereignty. Probably the destruction of Armenia as a nation altogether. Տեսնում ենք, որ սա երկարատև գործընթաց է, որն ուղղված է Հայաստանի որպես ինքնիշխան պետություն ոչնչացնելուն, հավանաբար Հայաստանի որպես պետություն ընդհանրապես ոչնչացնելուն։ Սա թուրքական ազգայնականության 100-ամյակից ավելի ձգված նպատակն է, որը սկիզբ է առնում 19-րդ դարի վերջից։ Հայաստանը միշտ եղել է խոչընդոտ միջերկրական ծովից մինչև կենտրոնական Ասիա, թուրքական ծագում ունեցող բոլոր ժողովուրդներին միավորելու թուրքական մեծ երազանքի իրականացման համար։ Armenia is what stands in the way. So they've always sought to force Armenia to submit, and when they failed to do that, they've tried to exterminate Armenians. Հայաստանն է խանգարում այդ երազանքին, եւ նրանք միշտ ձգտել են ստիպել Հայաստանին ենթարկվել, եւ երբ չեն կարողացել դա անել, փորձել են ոչնչացնել հայերին։ Ահա թե ինչ է պատահել 1890-ականներին, եւ ահա թե ինչ է պատահել 1915 թվականին, եւ ահա թե ինչ է պատահել 2023 թվականին։ Այսպիսով մենք գիտենք, որ լռելը գործին չի օգնելու։ Լռելը թուրքական գործընթացը հաջորդ քայլին է մղելու։ Talking about it is not going to help. Not talking about it is going to advance the process to the next step. But Pashinyan is claiming that this is the way. Pashinyan-ը պնդում է, որ սա է Հայաստանի խաղաղության եւ զարգացման ճանապարհը, լռելը։ Համոզված եմ, որ նա կուզեր ձեզ այս հարցը տալ։ Ինչու եք հետաքրքրված, ինչու եք ուզում թույլ չտալ նրանց փակել Հայաստանի էջը, եթե կարող եմ այսպես ձևակերպել։ You are interested in not letting them to close the page of Armenia, if I can formulate this way. Yeah, we think it's very unlikely that you can build a sustainable peace in the region on ethnic cleansing, using ethnic cleansing as the basis for peace. Մենք կարծում ենք շատ քիչ հավանական է տարածաշրջանում կայուն խաղաղություն կառուցելը էթնիկ զտումների վրա հիմնվելով, էթնիկ զտումը որպես խաղաղության հիմք օգտագործելով։ Մենք կարծում ենք Ադրբեջանը տեսել է, որ հայերի դեմ իր ագրեսիան մինչ այժմ չի դատապարտվել եւ այսպես ասենք, միայն պարգևատրվել է։ Azerbaijan has seen that its aggression against Armenians so far has only been rewarded. And so there's no reason not to make another aggression the next time they want something from Armenia, no matter how big or how small. Ինչը նշանակում է, չկա որևէ պատճառ չգնալու եւս մեկ ագրեսիայի։ Երբ նրանք հաջորդ անգամ ինչ-որ բան ուզեն Հայաստանից, անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր կլինի այդ պահանջը։ Եթե իսկապես ուզում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Հայաստանը պետք է պնդի իր ժողովրդի իրավունքների, իր ազգային իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ մենք կարծում ենք, որ դա խաղաղության ավելի կայուն ուղի կլինի, այս վայրագությունները թաքցնելու փոխարեն ճանաչելով դրանք, պահանջելով պատասխանատվություն եւ փոխհատուցում։ Demand accountability and compensation. Եթե միջազգային հանրությունը դա կանի։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանի կառավարության լիազորությունների մեջ է այդ ուղղությամբ գործել, ձևավորել միջազգային հանրության այդ արձագանքը։ Նրանք անզոր չեն, նրանք անհույս չեն։ Օրինակ ԱՄՆ նախագահ Թրամփն իր ժամանակից եւ էներգիայից բավականաչափ հատկացրել է Հայաստանին, Հայաստանի վարչապետին։ Վարչապետը կարող է նախագահից ինչ-որ բան խնդրել, եթե ցանկանա։ If he wants to. We have a very Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից հետո մենք շատ աղմկոտ սկանդալ ունենք այստեղ Երևանում։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում ներկայացրեց եւ Փաշինյանը բացահայտորեն ասաց, որ դա իր պահանջով է եղել, որովհետեւ տնօրենը Վենսին Արցախի մասին գիրքեր նվիրել։ Ինչ է նշանակում սա ձեզ եւ ինչ կարող է նշանակել սա ձեր գործունեության համար։ Yeah, I'd just like to mention as an aside that I actually own the book that the museum director gave to Vice President Vance. I have it at my house. Կցանկանայի նշել, որ ես իրականում ունեմ այն գիրքը, որը թանգարանի տնօրենը նվիրել է Վենսին։ Այն իմ տանն է, շատ լավ գիրք է։ Պատմում է 1905-1921 թվականներին հայերի նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին, որոնք հաճախ մոռացվում են այս զարգացումների մեջ։ Վարչապետի գործողությունը այստեղ բացարձակապես անընդունելի է։ Եթե չեմ սխալվում, իր որոշումը հիմնավորեց այսպես. թանգարանի տնօրենը պարզապես աշխատակից է, ինքը կառավարության ղեկավար։ Ցեղասպանության թանգարան ունենալու ամբողջ իմաստն այն է, որ այդ թանգարանն ունենա անկախ, ինքնավար գիտական աշխատանքի հնարավորություն, որը կարող է ստուգել ճշմարտությունը, անկախ կառավարության ցանկացած ղեկավարի ասածից։ Այսպիսով սա նշանակում է, որ Փաշինյանը ըստ էության ստանձնել է Ադրբեջանի համար օրենքը կիրառողի գործը։ Pashinyan has basically taken on the job of enforcer for Azerbaijan. We, CSI, we have faced attempts at censorship at the United Nations from Azerbaijan directly. But now we see that Pashinyan is fulfilling this role. Մենք քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ում անմիջականորեն Ադրբեջանի կողմից գրաքննության փորձերի ենք բախվել։
Բայց հիմա տեսնում ենք, որ Փաշինյանն է այդ նույնն անում Հայաստանում, փորձելով պատժել այն մարդկանց, ովքեր խոսում են Արցախի մասին։ Եվ վարչապետն է ասել, որ այդ նույն պատճառով, Արցախի մասին խոսելու պատճառով նա է սկսել այս արշավը հայ եկեղեցու դեմ եւ բանտ է նետում եպիսկոպոսներին, քանի որ իրենց աղոթքներում, խոսքում պատարագի ժամանակ հիշատակում են Արցախը։ Սա չափազանց վտանգավոր է։ Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի բարձր խոսենք Արցախի մասին։ Եվ որպես կազմակերպություն, որը գտնվում է Հայաստանից դուրս, վարչապետի ձեռքերի հասանելիությունից դուրս, մենք պետք է ավելի բարձր խոսենք։ For us, it means that we have to talk about Artsakh even louder. And as an organization that's based outside of Armenia, outside the reach of the Prime Minister, we have to speak even louder. You have been monitoring some steps from SOCAR. Գիտեմ, որ վերջերս նաև SOCAR-ի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն եք փորձել դիմակայել։ Մանրամասներ ենք խնդրում։ Ինչ է փորձել անել SOCAR-ը եւ ինչպես եք պատրաստվում դա թույլ չտալ։ Well, SOCAR does what SOCAR does. SOCAR-ն անում է այն, ինչ SOCAR-ը միշտ է անում։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ֆինանսավորում է հայերի հայկական մշակույթի դեմ իրականացվող վայրագությունները։ Մենք, ավելի ճիշտ մեր ընկերները, պաշտոնական բողոք են ներկայացրել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը, ինչպես նաեւ Շվեյցարիայում այդ կազմակերպության ստանդարտներն առաջ տանող կառույցին։ Բողոքն այն մասին է, որ թեև այդ ստանդարտներին պարտավոր են հետևել միջազգային կորպորացիաները, եւ այդ ստանդարտներն արգելում են մարդու իրավունքների զանգվածային խախտումների ֆինանսավորումը, SOCAR-ը հենց դա է արել։ Facilitating massive human rights abuses. But that's exactly what SOCAR has done. Ադրբեջանի պետական բյուջեի ֆինանսական հոսքն ապահովող հիմնական աղբյուրն է, եւ Ադրբեջանը 2023 թվականին ռազմական ագրեսիայով կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունը, վերջ տալով այդ տարածքում հայերի դարավոր ներկայությունը։ Մենք պահանջել ենք, որ SOCAR-ը պատասխանատվության ենթարկվի։ Սա կարող է լինել SOCAR-ին այդ վայրագությունների համար պատասխանատվության ենթարկելու առաջին քայլը։ Ինքս ծնունդով ամերիկացի եմ, բայց ապրում եմ Շվեյցարիայում, եւ ինձ համար իսկապես տխուր է տեսնել, թե որքան քիչ մարդ գիտի ինչ է SOCAR-ը։ Շվեյցարիայում SOCAR-ը պարզապես բենզալցակայանների հերթական ցանցն է, ամենախոշորը չէ, բայց ամենուր է։ Եթե բենզինի կարիք է լինում, գնում են SOCAR, ճանապարհին մի բան խմելու կարիք է լինում, մտնում են SOCAR։ Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկվածությունը, որ Շվեյցարիայում մարդիկ իմանան, իրականում SOCAR-ը ուղղակիորեն ֆինանսավորում է քրիստոնյաների իրավունքների զանգվածային խախտումները։ Directly funds massive human rights abuses against Christians. You know, Armenia is Հայաստանը հիմա բենզին է ներկրում Ադրբեջանից այն նույն SOCAR-ից, որի մասին դուք եք խոսում, այն ամենից հետո ինչ ֆինանսավորել է SOCAR-ը։ Ունեք որևէ մեկնաբանություն այս մասին։ Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես եւս մեկ քայլ դեպի խաղաղություն, դեպի տնտեսական զարգացում։ Սա նորմալ է։ Peace, this is for economic development. Is this normal? I think I should leave that question to Armenians to decide. Կարծում եմ այդ հարցի պատասխանը պետք է թողնեմ հայերին։ Հայերը պետք է որոշեն, թե ումից են գնում իրենց գազը, ինչպես են պայքարում իրենց իրավունքների համար։ Բայց որպես արևմուտքում բնակվող մարդու իրավունքների պաշտպան, ես իմ խոսքը կուղեի արևմուտքին։ Կասեի, որ արևմուտքը չի կարող անտարբեր նայել Ադրբեջանի եւ ըստ էության Ադրբեջանի պետական ընկերությունների գործողություններին։ Շվեյցարիայում մենք շատ այլ տեղեր ունենք գազ գնելու, եւ մեր տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան Հայաստանինը։ Նախ պետք է մենք մեր որոշումներով մեր պատասխանատվությունը կրենք։ First. I'm also gonna ask, of course. Ես նաև իհարկե հարցնելու եմ Շվեյցարիայի խաղաղության ֆորումի մասին։ Դրացավ այդ նախաձեռնության 1 տարին, որ փուլում են աշխատանքները, ինչ արձագանքներ եք ստանում։ In which stage the works are? For those of you who may not know in the audience, the Swiss parliament has mandated the Swiss government to hold a peace forum between Azerbaijan and the representatives of the people of Nagorno-Karabakh. Նրանց համար, ովքեր գուցե չգիտեն, Շվեյցարիայի խորհրդարանը հանձնարարել է մանդատ է տվել Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև։ Մինչ օրս Շվեյցարիայի կառավարությունը հիմնականում հրաժարվել է դա անել։ Հիմար ձևանալով ասում են, դե Հայաստանի կառավարությունը չի ուզում, ուստի չեն կարող դա անել։ Բայց Հայաստանի կառավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի։ Մանդատում ասվում է, որ ֆորումը պետք է կազմակերպվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանն այստեղ կապ չունի, որովհետեւ Հայաստանի վարչապետը շատ հստակ ասել է, չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Մենք փորձում ենք այս դետալները հնարավորին չափ լսելի դարձնել, պնդել, որ սա Շվեյցարիայի կառավարության պարտավորությունն է, եկած խորհրդարանից։ Որոշակի աջակցություն է եղել ԱՄՆ կոնգրեսի անդամների կողմից, նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամների կողմից։ Ցավոք պետք է ասենք, որ Շվեյցարիայի կառավարությունը կարծես չի ուզում գործել։
Շվեյցարիայի կառավարությունը հակված է հետևել ԱՄՆ կառավարությանը շատ հարցերում։ Այս ամենի հուսադրող կողմն այն է, որ մենք բոլորս տեսել ենք, ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում քաոսային է, ինչի հետևանքով որոշ երկրներ սկսում են փնտրել այլընտրանքներ Վաշինգտոնի թելադրանքին ու հրահանգներին հետևելու փոխարեն։ Մանավանդ որ այդ հրահանգները ավելի ու ավելի խելագար են դառնում։ Այսպիսով մենք շարունակելու ենք առաջ մղել այս նախաձեռնությունը եւ հույս ունենք, որ երբ քաղաքական իրավիճակը փոխվի, ոչ թե եթե, այլ երբ, այս նախաձեռնությունը կլինի կարևոր մեխանիզմ վերադարձի իրավունքը իրացնելու համար։ Between Armenia, US and also Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կարող ենք հասնել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ունենք ամերիկյան միջնորդություն եւ նախագիծ խոսքը սթրիփի մասին է կարծում եք այն ինչ որ կերպ ապահովում է Հայաստանի անվտանգությունը կփրկի Հայաստանը թուրք-ադրբեջանական պլաններից սա հարցնում եմ նաեւ նկատի ունենալով Իրանում պատերազմի հանգամանքը այս իրավիճակում որքանով կարող է Միացյալ Նահանգները հետաքրքրված լինել այս նախագծով կամ Թրամփի վարչակազմից հետո 2 տարի անց դեռ կլինի ամերիկյան օրակարգում, այն պարզապես պահի որոշում էր, թե ամերիկյան քաղաքականության կարևոր ուղղություն է։ Line for the US or this was something for that moment just. Yeah. Well, I would say US policy towards this region has been fairly consistent. Ես կասեի, որ ամերիկյան քաղաքականությունը այս տարածաշրջանում բավական հետևողական է եղել։ Թրամփն ավելի բարձր է խոսում դրա մասին, բայց կարծում եմ 90-ականներից ի վեր ԱՄՆ վարչակազմերը ցանկացել են տեսնել Հարավային Կովկասը որպես միասնական տնտեսական միջանցք, որը նրանք կարող են վերահսկել կամ որի վրա կարող են գոնե ազդել։ Այնպես որ չեմ կարծում, որ այդ հարցում փոփոխություն լինի։ Բայց Իրանում պատերազմի հանգամանքը, որը դուք նշեցիք, հստակ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն անփույթ է իր դաշնակիցների մասին հոգ տանելու հարցում, այնպես չէ։ Թվում է, թե հաշվի չի առնում իր սեփական գործողությունների ազդեցությունը այն պետությունների վրա, որոնք կախված են ամերիկյան պաշտպանությունից։ Հետևաբար, եթե հայը հարցներ ինձ, որպես ԱՄՆ քաղաքացի, թե արդյոք Հայաստանը պետք է կախված լինի ԱՄՆ-ից պաշտպանության առումով, կասեի, նայեք Արաբական Միացյալ Էմիրություններին, նայեք Բահրեյնին, նայեք Սաուդյան Արաբիային, նայեք Ուկրաինային։ Միանշանակ ոչ։ Հայաստանը պետք է ձգտի լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, որքանով դա հնարավոր է։ Եվ չպետք է զոհաբերի գործընկերների հետ լավ հարաբերությունները, միայն որովհետև ԱՄՆ-ն է ուզում։ Որովհետև երբ ճգնաժամ լինի, հաստատ չէ, որ ԱՄՆ-ն տեղում կլինի օգնելու։ Ես չէի ասի, որ թրիփը միաժամանակ վատ գաղափար է, բայց ոչ ոք չպետք է մտածի, որ այն կփրկի Հայաստանը։ Are there some new projects from the CSI that you would like to Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն ինչ նոր գործողություններ է ծրագրում, որոնք առնչվում են Հայաստանին եւ Արցախին։ Կա ինչ որ նախագիծ, որի մասին կցանկանաք հիմա խոսել։ Well, I can say this, that when the European political summit happens in Yerevan at the beginning of May, we will be releasing a report, a significant report. Կարող եմ ասել հետևյալը. Երբ մայիսի սկզբին Երևանում տեղի ունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, մենք կհրապարակենք զեկույց, նշանակալի զեկույց, որը կընդգծի մարդու իրավունքների հարցերը Հայաստանում եւ Արցախի ժողովրդի համար իշահ եվրոպացի քաղաքական գործիչների եւ քաղաքագետների, ովքեր կլինեն Երևանում։ Մենք շնորհակալ ենք Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ որոնցից կախված ենք մենք տեղեկություններ ստանալու հարցում։ Մենք միշտ տպավորված ենք նրանց աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով եւ քաջությամբ։ Եվ ես իսկապես ուզում եմ արտահայտել իմ երախտագիտությունը նրանց, ընդգծել նրանց աշխատանքի կարևորությունը, հորդորել, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ավելին իմանալ Հայաստանի մասին, հետևի այս կազմակերպություններին։ Go to these organizations. We are appreciating the work you are doing and your organization is. Երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որովհետև դուք որպես միջազգային կազմակերպություն մի տեսակ կամուրջ եք ձևավորում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջև։ Հայության համար այս կարևոր երամիասնության միջև, մանավանդ այս օրերին, երբ փորձում են խափանել այդ կապը։ Ընդ որում Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարություն արեց Սփյուռքի մասին, որոշելով թե ով է Սփյուռքը, ով ոչ։ Ովքեր դեմ են իր վարած քաղաքականությանը, հայտարարեց Սփյուռք չեն։ Ինչպես գիտեք, Սփյուռքը թիրախավորելը Թուրքիայի իշխանությունների, Թուրքիայի ժխտողականության հիմնական քաղաքական գծերից մեկն է, որովհետև Սփյուռքը, այսպես ասենք, ցեղասպանության ապացույցն է։ Պետք է անհանգստանանք Փաշինյանից լսելով նման հայտարարություններ։ Yeah, Armenians should be very worried about this, and they should fight to maintain their links with their worldwide diaspora.
Այո, հայերը պետք է անհանգստանան եւ պայքարեն աշխարհասփյուր հայության հետ իրենց կապը պահպանելու համար։ Սփյուռքը Հայաստանի ամենամեծ ակտիվներից մեկն է։ Ահա թե ինչու, ինչպես դուք ասացիք, Թուրքիան ուզում է կտրել Հայաստան-Սփյուռք կապը։ Վարչապետը կարող է ունենալ իր պատճառները։ Օրինակ, նրա համար երկիրը կարող է ավելի հեշտ վերահսկվելի լինել, եթե Հայաստանից դուրս Սփյուռքի հակակշիռը չլինի, բայց դա երկարաժամկետ հեռանկարում չափազանց թանկ գին կլինի, որը կպարզվի վճարել է Հայաստանը։ Հուսով եմ հայերը կհասկանան, թե որքան դժվար է նույնիսկ մեզ համար մարդկանց հասկացնել, թե ինչ է Հայաստանը։ Կարող է միջին վիճակագրական մարդը քարտեզի վրա ցույց տալ Հայաստանը։ Ոչ, կարող է 1-2 բան պատմել Հայաստանի մասին։ Ոչ, եթե Հայաստանը կորցնի Սփյուռքը, ապա պարզապես կդառնա եւս մեկ անդեմ երկիր դեպի կենտրոնական Ասիա տանող ճանապարհին, մի անունով, որը ոչ ոք չի կարողանում արտաբերել։ Տեսեք, թե ինչպիսին է կյանքը Թուրքմենստանում կամ ինչպիսին է կյանքը, չգիտեմ, Ղրղզստանում։ Չեմ կարծում, որ հայերը դա են ուզում իրենց ապագայի համար։ Սփյուռքը կարևոր օղակ է։ Հայաստանը որպես առաջադեմ, կոսմոպոլիտ, մշակութային երկիր եւ ժողովուրդ ներկայացնելու համար։ Այնպես որ, այո, ես կխրախուսեի հայերին պայքարել Սփյուռքի հետ կապը պահպանելու համար։ The diaspora is a crucial link to Armenians' desired identity as a progressive, cosmopolitan, cultured people. So yeah, I would encourage Armenians to fight for the diaspora. Thank you. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Thank you, Annie. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։